Եթե դուք չգիտեք ոնց ընտրել ճիշտ վարժություններ ջիմում մաքսիմալ մկանային աճի համար, ապա այս վիդեոն ձեր համար է։ Առաջինն ու ամենակարևորն է ընտրել վարժություններ, որտեղ թիրախային մկանը իրոք ամենաշատն է աշխատում։ Ու հիմա ինչ-որ մարդիկ կասեն, դե հա, այս պարզից էլ պարզ էր, չէր կարա ավելի ակնհայտ բան ասեիր։ Ու այս մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ մարդկանց մեծ մասը պրեսի համար այսենց անիմաստ վարժություններ ան։ Երկրորդը կարևոր է ընտրել այնց վարժություններ, որտեղ դուք կարաք բավականաչափ ծանր քաշ օգտագործեք ու ժամանակի ընթացքում այս քաշը ավելացնեք։ Վարժությունը կարող շատ լավ թիրախային մկանը աշխատացնի, բայց եթե ձեզ հնարավորություն չի տալիս բավականաչափ ծանր քաշով անել ու այս քաշը ժամանակի ընթացքում շատացնել, ապա այն անիմաստ է անել մկանային աճի համար։ Երրորդ կրիտերիան ստաբիլությունն է։ Եթե ձեր նպատակը մաքսիմալ մկանային աճն է, ցանկալի է չընտրել այնպիսի վարժություններ, որտեղ բալանսի կամ կոորդինացիայի խնդիր կա։ Ինչքան ձեր ուղեղը շատ պետք է մտածի կոորդինացիայի ու բալանսի մասին, այնքան քիչ կարա թիրախային մկանում մկանաթելեր ակտիվացնի։ Իսկ մեզ մաքսիմալ մկանային աճի համար պետք է մաքսիմալ շատ քանակի motor unit-ներ, այսինքն մկանաթելեր ակտիվացնել։ Չորրորդ կրիտերիան կոմֆորտն է։ Եթե ինչ-որ վարժություն անելուց դիսկոմֆորտ կամ ցավ եք զգում, որի պատճառը հենց այդ վարժությունն է կամ սարքը, որով անում եք, ապա այն լավ ընտրություն չի մկանային աճի համար։ Օրինակի համար կան շատ hip thrust-ի ապարատներ, որոնք բավականաչափ փափուկ չեն ու կոնքերը ցավացնում են։ Ինչքան տվյալ վարժությունը անելը դիսկոմֆորտ է առաջացնում, այդքան ավելի քիչ մկանաթելեր մենք կարանք ակտիվացնենք թիրախային մկանում։ Սրա բացատրությունը ավելի մանրամասն մի ուրիշ վիդեոում կքննարկեմ, բայց շատ կարճ ստեղ դեր է խաղում ուղեղի motor cortex-ը, որը պատասխանատու է զգացողությունների ու նաև մեր մկանաթելեր ակտիվացնելու լիմիտի համար։ Ու վերջին կրիտերիան այդ նախընտրություններն է։ Ինչքան շատ եք սիրում տվյալ վարժությունը անել, այնքան ավելի շատ մոտիվացիա կունենաք ու այս կարող օգնի ավելի շատ մկանաթելեր ակտիվացնել։ Օրինակ, եթե տվյալ մկանախմբի համար կա վարժություն A, որը շատ եք սիրում անել, ու կա վարժություն B, որը ձեզ այդքան էլ դուր չի գալիս, բայց մի փոքր ավելի ստաբիլ է, ես միևնույնն է կընտրեի A տարբերակը։